Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ հետաքրքրվեց, արդյոք այս փոփոխություններն ավելի չեն խորացնի ոչ կանոնադրային հարաբերություններով պայմանավորված խնդիրները։ Ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ եւ բնականաբար բացառենք այդ համատեքստի իրավիճակը։ Ծառայության պայմանների առումով նկատի ունեմ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց, այնքան էլ չի հասկանում հարցի էությունը, բայց եւ ընդգծեց նման խնդիր չի տեսնում։ Սա մեզ հնարավորություն է տալու, որպեսզի նմանատիպ կանոնադրային ոչ կանոնադրային հարաբերությունները կարգավորենք, դարձնենք կանոնադրային։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը եւս կիսում է Մանասյանի մտավախությունը, զգուշացնում է նման տարբերակված մոտեցումը կարող է հանգեցնել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման։ Դրա հետևանքները կարող են լինել բազմաթիվ, այդ թվում նաև քրեական ենթամշակույթը, որը մինչև հիմա շարունակաբար դրսևորվում է զինված ուժերում, ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով վնասումների, միմյանց վնաս պատճառելու եւ մահացության դեպքերի մասով նույն խնդրին կարող է հանգեցնել նաև այս իրավիճակը, երբ այս տարբերակված մոտեցումն է դրսևորվում անձանց միջև։ Թեև նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, սակայն այն դեռ պետք է քննարկվի խորհրդարանում, ու միայն ազգային ժողովի ընդունումից հետո այն կստանա օրենքի ուժ։